Բոլորիդ բարի օր, բարի երեկո, շատ կարևոր վիդեո է, ուզում եմ դիմել մեր հետևորդներին, իմ եղբայրներին եւ քույրերին։ Սկզբից շնորհակալություն հայտնեմ, քանի որ կիսվում եք եւ այս աստիճանի կոնկրետ անգլերեն էջում եւ այն խմբերում, որը կծրած են անգլերեն էջում, տեսեք ինչքան ունեք դիտումներ, 500,000, 300,000, 1 միլիոն եւ այլն։ Ձեր շնորհիվ շնորհակալ եմ շատ, բայց այսօրվա թեման էլ է շատ կարևոր։ Խոսքը գնալու է Լեռնային Ղարաբաղի ղեկավարների մասին, ովքեր նստած են Բաքվի բանտում։ Բակո Սահակյանի մասին է խոսքը, մենք հիմա տենում ենք Արկադի Գուկասյանի մասին է խոսքը, Արայիկ Հարությունյանի մասին ենք մենք խոսելու եւ Ռուբեն Վարդանյանի մասին։ Տեսեք, մեզ բոլորին ուզում են խափեն եւ ամենը խոսում են դրա մասին, որ այս մարտիկ նստած են բանտում եւ պետք է իրանց հանել, բայց ժողովուրդ ջան, մենք պետք է հասկանանք, որ բոլորը այն մարտիկ, ովքեր մեզ վրա ճնշում են եւ ասում են, այս մարդկանց պետք է օգնենք, իրանց միակ նպատակը այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չպահանջի կառավարությունից, հա, որ մի հատ մեզ աչոն տան, ովքեր են այդ մարտիկ, այսինքն Բակո Սահակյանը, Արկադի Գուկասյանը եւ Արայիկ Հարությունյանը ունեն Հայաստանում 40-50 հատ օբյեկտ, իրանց կանանց վրա է գրած, իրանց սիրականների վրա, իրանց ընկերների վրա։ Տեսեք, մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ասել է, որ այս կոնֆլիկտը ադրբեջանցիների եւ հայերի միջև ստեղծել է Մոսկվան եւ Մոսկվայի ԿԳԲ-ն Ղարաբաղի կլանի ձեռքերով եւ ադրբեջանցիների Բաքվի ԿԳԲ-ի ձեռքով։ Ինչ է սա նշանակում, որ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը եւ Արկադի Գուկասյանը միջազգային բանդիտներ են, միջազգային հանցագործներ են եւ այդ միջազգային հանցագործները ռուսների հրամանով ստանում էին մեր փողերը եւ թալանում են, այսինքն Հայաստանի Հանրապետությունը ամեն տարի տալիս է մեծ վարկեր Ղարաբաղին եւ համարյա 3 տարի Բակո Սահակյանը, Արկադի Գուկասյանը եւ Արայիկ Հարությունյանը նստած են բանտում, մի անգամ ուժային կառույցները հարց չտվեցին, մի անգամ մեր падգամավորները, կոնկրետ Վագ Ալեքսանյանը, Հայկ Քոնջորյանը, բոլոր Սիսակ Գաբրիելյանը, բոլորին մենք հարգում ենք, սիրում ենք, բայց մի անգամ այս մարդիկ չասեցին ոնց է ստացվում, որ 3 տարի անցել է եւ մենք չենք պահանջում այն մարդկանցից, ովքեր ստանում են Հայաստանի Հանրապետությունից գումարներ, ոչ մի աչոտ չկա։ Այն մարդիկ, ովքեր են եղել են Ղարաբաղի ղեկավարները, իրանց նախարարները, այդ մարդիկ մի հատ աչոտ չեն տվել եւ չի կարա լինի մեր Հայաստանի Հանրապետությանն սենց մի հատ իրավիճակ, երբ մենք վարկ ենք տալիս եւ ոչ մեկ պատասխան չի տալի։ Այսօր քաղաքացին եթե վարկ է վերցնում եւ պատասխան չի տալի, իրանից մենք տուն եք վերցնում եւ բանտ եք նստացնում։ Ոնց է ստացվում, որ կոնկրետ Ղարաբաղի կլանի ներկայացուցիչներին ոչ մեկ ձեռ չի տալիս։ Մի հատ օրինակ բերեմ, Արմեն Գրիգարյանի բարեկամը, ով աշխատում է կառավարությունում, հա, Նիկոլ Փաշինյանի հետ, իր բարեկամը Թալանչի Մոսին, Մոսես Ակոպյանը, հիմա մենք տենում ենք էկրանի վրա, նոր դատարանը որոշել է, որ 11 միլիոն դոլարը, որը ունի իր գրպանում, դա իր գումարն է եւ ինքը ամեղ սուրբ մարդ է։ Այսինքն ձգձգել են, ինչ որ ով ում փող տվել, չգիտեմ, այսինքն Հայաստանում որոշել են, որ Մոսին իրավունք ունի իր գրպանում պահի 11 միլիոն դոլար։ Ոնց է ստացվում, որ մի հատ Մովսես Ակոպյան, ով իմ հոր արիան վրա, իմ տան վրա, որ ես կորցրել եմ իմ տունս, եւ ոչ մի բան չեմ պահանջում Հայաստանից, ինչի պետք է Մոսին ունենա 11 միլիոն դոլար։ Եվ այսօր կառավարությունը հարց չի տալիս, ոնց է դատական համակարգը օգնում Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչներին։ Եվ ամեն քաղաքացի պետք է այդ հարցը տա։ Ստացվում է, որ դատավորը, քննիչը, ԱԱԾ աշխատակիցը եւ դատախազության աշխատակիցը օգնում են Մոսես Ակոպյանին, որ 11 միլիոնը մնա իր գրպանում։ Եվ իր նման մարդը Բակո Սահակյանի ընտանիքը, Արկադի Գուկասյանի ընտանիքը նստած մեզ քննվում են, մեզ քննադատում են, մեզ վրա ցեխ են շպրտում։ Մենք դիմում ենք մեր վարչապետին, մենք դիմում ենք Ալեն Սիմանյանին, մենք դիմում ենք Արարատ Միրզոյանին, մենք դիմում ենք ԱԱԾ-ին, դատախազությանը, մենք խնդրում ենք, որ մենք հայտարարենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատել են Ղարաբաղի կառավարությունում, պետք է պատասխան տան, որտեղից է այդքան իրանց օբյեկտները, տները, որտեղից է այդքան ավտոները։ Մենք վերցրել ենք այդ գումարները Մեղրիից, Մեղրիում մարդիկ աշխատում են, հարկ էին տալիս, մենք այդ հարկերը հավաքել ենք Մեղրիում, Հափանում, Սիսիանում, Գորիսում, Վեդիում, Եղվարդում, Երևանում, հասարակ մարդկանցից մենք 35 տարի հավաքել ենք այդ գումարները, տվել Բակո Սահակյանին, Արկադի Գուկասյանին եւ այսօր մենք ստեր ենք լսում, որ իբր մարդկանց պետքա խղճալ, մենք պետքա թեման փոխենք եւ ամեն քաղաքացի պետքա խոսա դրա մասին, այդ գումարները, որը մենք տվել ենք այդ սրիկաններին, ինչ իրավունք ունեն, իրանք տներ ունենան Հայաստանում։ Եվ պետությունը պետք է լինի այնքան կոշտ, այնքան կոպիտ,
Այսօր մեր քաղաքացին պետք է իմանա, որ մենք գումարներ ենք վերցնում Եվրոպայից, որ հարցեր լուծենք Հայաստանում։ Ինչի պետք է մենք գնանք Եվրոպայից գումար վերցնենք, եթե մենք ունենք 45 օբյեկտ Արկադի Ղուկասյանի ընտանիքը։ Եվ ամեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է հարց տա. Արկադի Ղուկասյանը որտեղից ունի 45 օբյեկտ։ Չի կարելի այս ձևի վիճակ ստեղծել, երբ Արկադի Ղուկասյանի ընտանիքը, Բակո Սահակյանի ընտանիքը, Մոսիի ընտանիքը նստած համացանցում մեզ վրա ցեխաշվրտում, մեզ մասին սրտեր է տարածում, այն դեպքում, որ պետությունը եւ ուժային կառույցները եւ դատարանները պետք է այս մարդկանցից ունեցվածքը խլեն եւ վերադարձնեն հասարակ մարդկանց։ Այսօր մեր պետությունը փողեր է տալիս ղարաբաղցիներին, մեր հարկելից։ Ինչի պետք է մենք հարկեր տանք, որ տանք հասարակ ղարաբաղցուն, եթե մենք ունենք ղարաբաղցիներ, ովքեր թալանել են մեզ, եւ այդ թալանածը պետք է մենք վերցնենք ու տանք այդ մարդկանց։ Ցավոք սրտի դրա մասին ոչ մեկ չի խոսում, գալիս են ընտրությունները եւ չկա կասկած, որ ես էլ իմ հետևորդներս էլ մեծամասնությամբ մենք ձայն ենք տալու մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց ես դիմում եմ պարոն վարչապետ, մենք սպասում ենք, այսօր դուք ասեցիք, որ Գագիկ Ցառուկյանը այդ մեծ տունը դուք վերցնում եք, ճիշտ էլ կանեք, աչքն էլ կհանեք, բայց բացի Գագիկ Ցառուկյանից բոլոր երևանցիները գիտեն, որ կես Երևանը Ղարաբաղյան կլանի ձեռն է։ Մենք ինչի ենք մենք թույլ տալիս, որ Երևանի կենտրոնում ինքը նստի Ղարաբաղցին ինչ որ շենքում, եթե չկա ոչ մի Ղարաբաղի պետություն, որ Արտուր Օսիպյանի նման սրիկան գա ձեզ Երևանի կենտրոնում, ձեզ վրա գորգորա։ Չի կարելի այս ձևի պաշտպանել, ոնց պաշտպանում է պետությունը հանցագործներին Ղարաբաղյան կլանից։ Այսօր հասարակ լրագրողն է ընկած դատարանը, այսօր քյոխի նման թալանչին ինձ վրա դատի է տվել։ Ինչի, քանի որ կառույցները ոչ մի բան չեն անում այս մարդկանց հետ։ Թալանչիները, մարդասպանները այսօր մեզ վրա դատի են տալիս, եւ մենք պետք է գումար տանք, որ փաստաբանը մեզ աջակցի։ Ինչքանով է սա ճիշտ։ Ինչ է մտածում կառավարությունը, սա նորմալ է։ Եվ վերջինը, ուզում եմ Ռուբեն Վարդանյանի մասին խոսամ, իրանք կնիկը հիմա մենք տեսնում ենք Վերոնիկա Զոնաբենդը։ Վերոնիկա Զոնաբենդը ինքը որպես եվրейский կին, հա, ասում են ինքը խելոք է, բարի կին է։ 3 տարի է Ռուբեն Վարդանյանը բանտում նստած, մի անգամ այդ կինը մի հատ զոհվածի տուն չի մտել, մի հատ վերավորի տուն չի մտել, ասի, գիտեք ինչ, ես Ռուբեն Վարդանյանի կինն եմ եւ քանի որ Ռուբեն Վարդանյանը այդպես փող բաժանող է ճակետներում, ես շարունակում եմ իր գործը, իմ ամուսինս նստած է բանտում, ես ցույց եմ տալիս, որ ես բարի կին եմ։ Ոչ ինքը, ոչ իր տղան մի անգամ մեկի տունը չեն մտել։ Այնենց որ իմ համացանցում ոչ մեկ ռիսկ չանի, ասե այս ընտանիքը հայ ազգին օգնել է, եթե այդ ընտանիքը հայ ազգին օգնող լիներ, հիմա իր կինը, իր տղան գոնե մի քիչ $1 միլիոն կբաժանեինք, այսինքն Աստված իմ, մի հատ նայ ոնց ենք մենք մեր ամուսինը բանտում նստած, ամեն ինչ անում ենք, որ դու օգնես մեր ամուսինը բանտից դուրս գա։ Այսքանը